Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, թեև վատ եղանակային պայմաններում այսօր գտնվում ենք Արարատի մարզի Երաս համայնքում, որտեղ կառավարության բնակաշինության ծրագրերից մեկով տասնյակ տներ են կառուցվել, 16 միլիոնների հայտնի ծրագրի մասին է խոսքը, ըստ էության փոխվել է այս համայնքի ամբողջ պատկերը։ Մենք Երաս համայնքում ունենք մոտ 1000 բնակչություն եւ նրանց 300-ի համար նոր տներ են կառուցվել։ 75 տան մասին է խոսքը կառուցվել կամ կառուցումը եւ դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպիսի նոր եւ հարմար տներ են կառուցվում մեր քաղաքացիների համար։ Ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում 2300-ից ավել տան մասին է խոսքը, որոնք հիմա էլ կառուցվում են, մի մասը արդեն կառուցվել են, մի մասը արդեն ստացել են ավարտական ակտեր եւ մենք պատրաստվում ենք նաեւ վերաթողարկել եւ վերագործարկել այս ծրագիրը, քանի որ այն համարում ենք մեր լավագույն ծրագրերից մեկը։ Բարև ձեզ, ոնց եք։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Կներեք, որ սենց առավոտյան շուտ անհանգստացնում ենք, բայց ուզում ենք մեր բնակչությանը նաև ցույց տանք, թե ինչ լավ ծրագիր ունենք, որից դուք օգտվել եք։ Շատ լավ ծրագիր։ Այս քանի որ տուն ենք եկել ձեզ։ Շատ շնորհակալություն։ Կարանք նայենք տունը, եթե դեմ չեք։ Համեցեք։ Ընդհանուր տունը քանի քառակուսի է։ 10 քառակուսի։ 11-ը 11։ Իմ տունը 95 քառակուսի է, որ ես ապրում եմ։ Սա ննջար։ Նույննջասենյակ։ Սա երկրորդ։ Բարև ձեզ։ Զորաբ ջան, ո՞նց եղավ, որ որոշեցիք դիմել ծրագրին ու մեկ էլ նախկինում որտեղ եք ապրում ու այս երբ ավարտեցիք, էլի։ Նախկինում այս շենքում եմ ապրել։ Մեծ տուն չի, որ կարողանաս ապրես ամուսիններով, 3 երեխաներով, նա 2 սենյակ է։ Մի հատ զալավոր մի սենյակ է։ Սեփականությամբ իմն է, բայց պայմանները հարմար չէ։ Պայմանները ընդհանրապես հարմար չի։ 2 սենյակ է ինքը, երեխաները մեծ են։ Այս ծրագիրը, որ իմացա կա, դիմեցի բանկին եւ ստացվեց սենց սա ավելի կառուցեցիք։ տևելա տարի ու կես տևելա, որ կառուցել է։ Հա, ու փաստորեն այս նոր տարին այստեղ եք դիմավորը։ Հա, դե ուրախությունով դրա համար արագ տեմպերով աշխատել եմ, որ կարողանամ։ Շնորհավոր լինի մեր ոտքներ խերով լինի ու մեր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ընտանիքներ այս ճանապարհի վրա են, մի մասը արդեն ունեն, մյուս մասն էլ կունենան ու մենք էլ մտածում ենք, որ շարունակենք այս ծրագիրը։ Իսկ տունը քանի սենյակ եք արել դուք։ Զալնա, կուխնինա, 3 սենյակ, լոգարանը, 3 առանձին ննջասենյակ, մի հատ հյուրասենյակ, այդ արդեն եղավ 4 սենյակ, բաղնիկ զուգարան ու մի հատ է խոհանոց։ Այդ առումով համարը 5 սենյակ էլի։ Մերսի, որ ընդունեցիք մեզ, շնորհակալ եմ շատ, գործերին հաջողություն ու տեսնենք, որ Երասխը եւ մեր ընդհանրապես մեր գյուղական համայնքները ուրիշ գյուղեր տենց ծաղկեն։ Լավ։ Մենք ուղղակի շատ ուրախ կլինենք։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ ձեզ։